Կիբերհանցագործների նոր թիրախն է Հայաստանում առցանց առևտրի առաջատար կայքերից List.am-ը։ Ապրանքդ կամ անշարժ գույքդ վաճառքի ես հանում, բայց շահույթ ունենալու փոխարեն սնանկանում ես մի անուշադրության պատճառով։ Լինում են դեպքեր, դեռ տարածված չէ, բայց երբ որ մարդ հետո հայտնաբերում է, որ իր անունով վարկ է ձևակերպվել։ Էլ վարկ են ձևակերպում, էլ քարտիտ մեջ ունեցած չունեցածդ կորզում գնորդ ձևացող խաբեբաները։ Երեխայից այլայթն էի վաճառքի դրել, գրեցին, որ ուզում են գնել, բայց հեռու են ապրում եւ չեն կարող գալ վերցնել, խնդրեցին, որ իմ քարտի տվյալները տամ, որ գումարը փոխանցեն քարտից։ Առանց որևէ բան կասկածելու Լուսինեն փոխանցել է քարտի տվյալները, բայց քարտին եղած գումարը ոչ թե ավելացել է, այլ անհետացել։ Երբ փոխանցեցինք տվյալները, քարտից վրայի ամբողջ գումարը իրենք քաշել էին, մոտավորապես 100,000 դրամ, չգիտեինք ինչ անել։ Բա ինչ արեցիք։ Ոչինչ, այդպես էլ մնաց, բան չարեցինք։ Օրը մի քանի հոգի դիմում է։ Ոչինչ անել հնարավոր չէ, ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նույնիսկ ոստիկանությունը չի կարողանում դուրս գալ ավազակների հետքի վրա, պետք է զգույշ լինել։ Եթե քարտի տվյալը տվեցիր, դու ես նվիրել։ Բանկը ոնց որ պատասխանատվություն չի կրում, ոստիկանությունը դեռ տենց հետքերով գնում է, դեռ բայց կոնկրետ չի հայտնաբերել, հենց որ կարելի է հրաժեշտ տալ այդ գումարին։ Հանցագործները քարտի տվյալներն իմանալու համար նաև այլ խորամանկության են դիմում։ Ասում են, քանի որ հեռու են ապրում, տվյալ ապրանքը պետք է ուղարկվի իրենց Yandex, HiPost կամ ինչ-որ սուրհանդակ ծառայության միջոցով։ Այնուհետև կեղծ հղում են ուղարկում, որտեղ օգտատերը լրացնում է իր անձնական տվյալներն ու գումար կորցնում քարտից։ Կայք է, որը նմանակում է HiPost-ը, հասցեն լրիվ ուրիշ է։ Այդ հասցեի մեջ կարող է լինել HiPost բառը, բայց ինքը լրիվ երկար տենց անճոռնի հասցե է։ Մարդուն ուղղակի պետք է, եթե իրան HiPost-ի հասցե են ուղարկել իբր, պետք է մտնել Google եւ որոնել HiPost, համեմատել հասցեն։ HiPost-ն ու Yandex-ը պարբերաբար հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին, զգուշացնում կիբերհանցագործությունների մասին, բայց շատերն այդ զգուշացումները անտեսում են կամ կիսատ են կարդում ու դառնում կիբերհանցագործների հերթական զոհը։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։